Ողջույն սիրելիներ, ահա ֆրանսիական թաղամաս է սա, հաճելի օր է մեզ սպասվում, ամեն բան դեռ առջևում է, ուզում եմ ցույց տալ ինչ գեղեցիկ բակ է խնամված, ծաղկազարդ, ամբողջը ծաղիկներով պատված։ Հաճելի օր է, պայծառ արևով, կզբոսնենք միասին, այս պուրակով կբարձրանանք դեպի այգի, դե գնացինք։ Եվս մի բակ, դեղին վարդերով, շատ եմ սիրում դեղին վարդեր, շատ անուշ հոտ ունեն։ Ուղղակի ցույց եմ տալիս, թե ինչքան կոկիկ կա բակը, յուրաքանչյուր ֆրանսիացու, շատ գեղեցիկ է ու շատ անուշ է բուրում։ Ավելորդ ոչինչ չկա, ոչ մի բակում։ Հեծանիվով երեխեքին էր տանում։ Փոքրուց սովորացնում են հեծանիվ քշել, իրենք էլ ակտիվորեն իրենց երեխաների հետ քշում են։ Տեսեք տները կապույտ գույն ներկված, եւս կապույտ, ծառերը կտրտված, ամեն ինչ մշակված է, ամեն ինչ։ Եվս մի հետաքրքիր տուն, կրկին վարդեր, գեղեցիկ պատշգամբ է վարդերով, դպրոցի նշանը, որ այստեղ տարածքում դպրոց կա, որ մեքենաները դանդաղ քշեն։ Կրթօջախ է, փոքրերի համար, տարրական դասարանների համար նախատեսված։ Եվս մեկ պատշգամբ, զարդարված վարդերով։ Հասանք պարկ, ահա այսպիսին է մուտքը, այնպես է արված, որ մեքենաներ չանցնեն։ Առջևում լիճն է, սաղարթախիտ այգի է, պիզաժ, իսկական պիզաժ, վրձինդ առնես ու նկարես։ Շատ եմ սիրում, որ ճյուղը, ծառի ճյուղը թեքված է լինում դեպի ջրի կողմ, մի տեսակ ավելի խորհրդավոր է այդպես։ Ինչքան պոեզիա, սիմֆոնիա կա բնության մեջ։ Պետք է ուղղակի օգտվել յուրաքանչյուր փոքրիկ հնարավորությունից բնության գրկում լինելու եւ վերականգնվելու։ Մենք բնությունից ենք ստանում էներգիա։ Ֆոնը, ծիտիկների ծլվլոցը, փոքրիկ կամրջակներ գետակի վրայի, երկու փոքրիկ կամրջակ, երկու փոքրիկ գետակ, շատ հաճելի վայր է, բայց շատ մարդաշատ է, բոլորը եկել են իրենց երեխաների, ընտանիքների հետ ժամանակ անցկացնելու համարյա այգին չեմ կարողանում նկարեմ, գրեթե բան չեմ նկարեմ, մարդկանց պատճառով, տեսեք ինչքան շատ են խմբերով, ընտանիքներով։
Ձուկ որսալու են եկել մարդիկ, ձուկ են որսում։ Քաղաքի կենտրոնում այս լճում, որտեղ ավելի շատ բադեր կան, կարապներ, քան ձկներ։ Բայց հույսները չկորցրած համառորեն փորձում են ձուկ նել։ Բնության հրաշալիք։ Ճյուղը խոնարհված լճի մեջ։ Ինչպիսի գեղեցկություն։ Ժամերով հիանալ կարելի է։ Այստեղով էլ փոքրիկ գետակ է հոսում լճի հենց կողքով։ Բադերի ձայնն է։ Բոլորը վազում են։ Սպորտ են անում։ Կամ հեծանիվ քշում։ Ահա այսպես են ֆրանսիացիները իրենց հանգիստը անցկացնում։ Այգիներում, պուրակներում, սպորտ անելով, վազվզելով, հեծանիվ քշելով, մարզվում են ավելի շատ։ Երկուսը մեկում, հանգիստ, զբոսանք, մարզումներ, կարելի ասել 3-ը մեկում։ Շատ խաղաղ լիճ է։ Ահա այսպիսի տեսարանով։ Գնալով մարդիկ քչացան, գնացին իրենց տներով։ Բայց այստեղ ինչ է տեղակայված այս մեջտեղում։ Ինչ-որ բան է տեղակայված, բայց չգիտեմ ինչ է, տենց էլ չիմացա։ Չհասկացա ինչ է սա։ Լավ, ես լռեմ, դուք լսեք ցիկիկների ծլվլոցը ավելի հաճելի է։ Կարծես անտառում հայտնված լինենք, բայց փոքրիկ կանաչ օազիս է։ Բնակելի շենքերի բակում տեղակայված փոքրիկ օազիս, իր գետակով, փոքրիկ լճակով, մի կտոր բնությունով։ Այգիով, ահա այսպես։ Մի կտոր ֆրանսիական կյանքից, թե ինչպես են մարդիկ իրենց ժամանակը անցկացնում ընտանիքներով, այգիներում, պուրակներում։ Գեղեցիկ լճի ափին։ Կամ էլ գետի։ Ինչ այլոց շատ տեսա հայրեր, որոնք իրենց երեխաներին միայնակ հանել են զբոսանքի, շատ նկատեցի։ Հիմա չգիտեմ, միայնակ հայրեր են, թե ուղղակի միայնակ են դուրս եկել զբոսանքի։ Միայնակ հայրեր էլ կան այստեղ։ Այնպես չի, որ երեխան մնում է մոր մոտ բացառությամբ ամուսնալուծությունից հետո։
Սա երկու շաբաթից բան չունի։ Ինչ սիրուն են, ինչ լավն են։ Չալպտուրիկը։ Ընտանիք հա, իրանց ճուտիկների հետ։ Հեյս են ճուտոները, հեյս են ճստիկները, ճուտիկները։ Քանիսն են, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 7 հատ ճուտիկ։ Հաց են ուտում։ Բարի։ Դե ինչ սիրելիներ, պակա կհանդիպենք շատ շուտով, աբիանտո, ատխևիտ, օղվաղ ցտեսություն։ Այսքանով ավարտվեց մեր զբոսանքը։